Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն իր արևն է բերել, իր բաժին արևն է բերել, եւ այդ արևը բաշխում է անդադար։ Այստեղ մենք այսօր ներկայացրեցինք այդպիսի ծիսական տաղավար, թե ինչպես ենք ծեսը եւ կրթությունը տարածում հեռավոր գյուղերում, տարածում առհասարակ, բաշխում ենք, այսօր Տիար Բլեան դպրոցը փոքրատառով, Աշոտ Բլեանը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հիմնադիրն է, իսկ Բլեան դպրոցը ամբողջական ցանցը։ Այստեղ մենք ցույց տվեցինք տաղավարով օրինակ, ինչպես ենք այդ ուրախությունը տարածում, կրթության հրճվանքը, իմացության հրճվանքը, ինչպես է տարածվում, ինչպես ենք ներկայացնում եւ երբեք դատարկաձեռն չենք գնում։ Միշտ մեզ հետ տանում ենք ուսումնական արտադրության համովները, քաղցրը, առողջարարը եւ միշտ հյուրասիրում ենք։ Այսօր ինձ հետ են նաեւ իմ գործընկերները, որովհետեւ տասնամյակներ շարունակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը զբաղվում է տարածելով։ Եվ այդ բանակից այսօր 3 սիրելի հետաքրքիր խոսքով մարդիկ իրենք կներկայացնեն, թե ինչպես է կրթությունը տարածվում, ինչ են անում եւ առհասարակ խաչիկցիներ ջան, դուք մենք կրթահամալիրով շատ ենք համագործակցում հենց նաեւ խաչիկի հետ, այստեղ մեզ լավ ընկերներ ունենք, լավ հին ընկերներ եւ այդ ստերը սիրտ առ սիրտ եւ այդ հանգույցներից մեկն ենք։ Հիմա ուզում եմ ներկայացնել Տիկին Մարինե Մկրտչյանին։ Տիկին Մարինե Մկրտչյանին եկեք հատուկ ծափահարենք։ Հայտնի ազգագրագետ եւ մինչեւ հիմա թռվռան համեցեք Տիկին Մարինե ջան, թույլ տվեք կանգնած ներկայացնենք։ Իջնենք։ Մենք խնդիրն այն է, որ ես այսքան չէի կարողանա բացվել, այսքան հետազոտական աշխատանքով զբաղվել, տարածելով զբաղվել, եթե ես իսկապես չաշխատեի այդ դպրոցում Տիար Բլեան գոնարանկս ամենայն անկեղծությամբ, որովհետև այն հնարավորությունը, որ ինձ է տրվել այդքան ռեսուրսը մարդկային եւ ընդհանրապես ազատությունը, եւ ես կարողացել եմ այնքան ծիսական երգեր, ծիսական պարագաներ, ծիսական գործողանձինք, ծեսի կառույցը, ծեսի բովանդակությունը, զուտ բնական ճանապարհով, ոչ թե արհեստական, ինչպիսի կասենք, մենք կարդում ենք, ես են արել, են արել, բա ոնց են արել։ Դա ամենադժվար բանն էր, որ ես չէի հասկանա, չէի կարողանա անել, եթե ես այդ միջավայրում չգտնվեի։ Եվ այստեղ արդեն երեխեքի ասենք այն ամենը, ինչ որ ես հավաքել եմ, ինչ որ կարդացել եմ, բերելով մեր դաշտ, որտեղ երեխաները արդեն այդ ազատությամբ պատրաստ են ընկալելու եւ խաղալու։ Եվ ասեմ, մի օրինակ բերեմ, պարզ հասկանալի լինի։ Ամեն ծեսի մեջ կա տնայց։ Այսինքն երեխաների խումբը, ինչ որ ասենք զանգակներով, թե կարկաչաներով, թե ճեռերով, ինչերով գնում է տուն եւ սկսում են, ասենք, իրենց երթի բովանդակային մասը ներկայացնել համ բառերով, համ երգերով։ Ասենք դուռը բացեք մարտեկավ, ջան, ծավիկ ջան, ջան, սինիլիկը վարտեկավ, ջան, վիճակ ջան, ջան։ Դուք զգացեք, որ բան ծեսից։ Համբարձում է։ Եկել են, ինչ են ուզում։ Սկսում են նրանց գովենք, գովենք, արդեն գիտեն, որ տան առաջնեկի, տղա առաջնեկի անունը, կարող են գովել, ու երեխեքը սկսում են գովել, կարան նստավ թակավոր, ջան, ծավիկ ջան, ջան, ամենասին պախտավոր, ջան, վիճակ ջան, ջան։ Ես ես այդ անկեղծությունն եմ ներկայացնում, կամ աղջիկներին, ասենք աղջիկաները կասեն, կարող է տղա չունեն ոսորոսին, տղանում չեն տա, կասեն աղջիկան գովենք։ Կտուր վարեցին, ջան, ծաղիկ ջան, ջան, քեզ պես աղջիկ ճարեցին, ջան, վիճակ ջան, ջան, ծաղիկ ես ծաղկանց միջին, ջան, ծաղիկ ջան, ջան, մի հատ ես աղջկանց միջին, ջան, վիճակ ջան, ջան, դուք չեք պատկերացնում մեզ ինչեր են տվել են ժամանակ, երբ որ մենք դες գովել ենք հերիք, չի, օրնանքներ, բարեմաղթանքներ, դուք չեք պատկերացնում ինչքան բան պետք է իմանա երեխեն գնալով տնից տուն։
Եվ ամենագլխավորը սերը, որ պետք է ամեն մարդու մեջ լինի, այդ երեխեքի մեջ կա։ Իրենք համ գովում են, համ բարեմաղթանք են ասում։ Մի տանուտեն ինչ պետք է անի։ Հոնդագիշ տանեք դուք, եկան ձեր տնին գովեցին։ Այնպես գումարա, ուտելիքա, ինչ-որ լավ բան, յանգելի կողմից պետք է չէին իմանան բարեմաղթանք օրնա։ Ու մենք ես կարող եմ մի անգամ օրինակ ասենք Կամարիսում ենք եղել, մենք լիքը տեղեր ենք եղել, Կամարիսում, Տոտակի մարզ։ Գովեցին, բերեցին կոնֆետներ ունես, տվեց, ես ծեցի օրներ, երեխեք օրներ, բան սպասեք, հեսա գալիս եմ, գնաց, դա մի ասենք լավաշ բերեց երեխեքին տվեց, ասեն դու ախացած, ոգևորված, ուզում եմ ասել եք շատ կարևոր բան կա, երբ որ ասենք տիրապետում ես ազգային մշակույթի, առանց մշակույթ ազգ չկա, կա ժողովուրդ, կա մեծ խումբ, որոնք կխոսի հայեր են, ռուսեր են, չգիտեմ ինչեր են, բայց ինքը ազգ չի լինի, ազգի մեջ ամենակարևոր բանը մշակույթն է, եւ այդ մշակույթի մեջ զգացի, որ այդ ծեսը ինքը գործունեության բոլոր ձևերը կրթական ներառում է, բոլոր ձևերը միասնական, պարնա, երկնեպարետնա, ձևարվես, կերպարվես եւ այլն, աննաժան մնացածը մենք շարունակենք։ Այդ ամենագլխավորն եմ ասում, այդ կրթական ամբողջ ծրագիրը ծեսի մեջ կարող ներառվել, շատ սիրուն ամենագլխավոր սիրուն։